Սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակված առաջին 7 գլուխների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանն ասուլիս էին հրավիրել։ Հիշեցնենք, փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը ասում էր, թե ինքը դեմ է դրանց, քանի որ կառավարման խորհրդարանական մոդելում կարող են խնդիրներ առաջանալ անվտանգության հարցերի հետ կապված։ Ամենայն հավանականությամբ Սարգսյանի մտահոգությունները փարատվել են, համենայն դեպս հանձնաժողովի անդամները պնդում են, Սարգսյանը լուրջ դժգոհություններ չի հայտնել։ Նախագիծը սահմանել է, որ խաղաղ ժամանակներում զինված ուժերը գտնվում են կառավարության որպես կոլեկտիվ մարմնի ենթակայության տակ, կառավարությունը իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը խաղաղ ժամանակահատվածում, այդ ժամանակահատվածում զինված ուժերի անմիջական ղեկավարումը իրականացնում է պաշտպանության նախարարը և փոխվում է մոդուսը զինված ուժերի ենթակայության այն ժամանակ, երբ որ իրավաբանորեն պատերազմական իրավիճակ է հայտարարվում։ Այդ դեպքում արդեն զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունը անցնում է վարչապետին և վարչապետը նաև իրավունք ունի այդ ժամանակահատվածում նշանակելու զինված ուժերի հրամանատար։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նաև 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների համահեղինակներից է։ Հարցին, թե հնարավոր է 10 տարի հետո ևս սահմանադրություն գրի և նույն ջատագովությամբ էլ արդեն այդ սահմանադրությունը գովերքի, Վարդան Պողոսյանը պատասխանում է, որ ինքն այն ժամանակ հանդես է եկել բազմաթիվ դիտողություններով։ Նման բան տեղի չի ունեցել, որ ես ասել եմ, որ 2005 թվականի բարեփոխումների նախագիծը շատ լավն է, որպեսզի ապացուցեմ դա, պարզապես հղում կատարեմ այն գրքույկին, որը ես գրել եմ պարոն Թովմասյանի հետ միասին, և եթե դուք դա ուշադիր կարդաք, կտեսնեք բազմաթիվ քննադատական դիտողություններ սահմանադրական փոփոխությունների այն նախագծի վերաբերյալ, որը հետագայում դրվեց հանրաքվեի։ Ըստ փոփոխությունների ազգային ժողովը կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից, բայց քանի որ ազգային ժողովի ընտրությունները կարող են լինել 2 փուլով, ապա կուսակցությունները հավելյալ մանդատներ ստանալու հնարավորություն են ունենում, ուստի պատգամավորների թիվը կարող է հասնել մինչև 198-ի։ Երկու թերընկալում, առաջինը թյուրընկալում, առաջինը, որ պարլամենտում լինելու են միայն 2 կուսակցություններ, մնացածը չեն լինելու։ Պարոն Պողոսյանը անդրադարձավ, պարլամենտում լինելու են բոլոր այն կուսակցությունները, որոնք կարծում եմ 5% կուսակցությունների համար, 7% դաշինքների համար այս արգելքը հաղթահարած են լինելու։ Որքան կարող է ավելանալ, այդ հաշվարկները կարող եմ ձեզ ցույց տալ, տեսական և գործնական որքան կարող է լինել։ Տեսականորեն ամենամեծ թիվը, ուշադրություն դարձեք, կարող է լինել 198, գործնականում այդ թիվը լինելու է առնվազն 120-ից մինչև 130-ի շրջանակներում։ Հնարավոր են կոալիցիան, այո, հնարավոր են։ Հնարավոր է տարբերակ, որը սահմանադրությունը չի անդրադառնում դրան, որ առաջի փուլից հետո, եթե արգելապատնեշը հաղթահարած 2 կուսակցություններ կհայտարարեն, որ իրենք միասին արդեն ունեն այդ բացարձակ մեծամասնությունը, իրենք հայտարարում են իրենց վարչապետի թեկնածուն, իրենք այլևս երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն չկա, որտեղ այդ համակարգը ապահովեց այդ բացարձակ մեծամասնությունը պարլամենտում։ Չի խոսվում, որ այդ բացարձակ մեծամասնությունը պետք է լինի մոնոլիտ կամ պետք է լինի 2 կուսակցությունից բաղկացած։ Սահմանադրությունը այդ հարցին չի անդրադառնում։ Սրանք հարցեր են, որոնք սահմանադրության մակարդակում որևէ երկիր չի կարգավորել, եւ այդ ամբողջը մնալու է, այսինքն թողվելու է ընտրական օրենսգրքին։